Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Սահմանադրական դատարանը 4-րդ օրն է քննում է 7 ուժերի բողոքը, չեղարկել ընտրությունների արդյունքները։ Քաղաքացիական պայմանագրի անդամները պայքարում են խորհրդարանի ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանի տեղակալների աթոռների համար։ Տեխնացուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ ממשלת ישראל אישרה לפני שעה קלה את הצעת ההחלטה. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումից մեկ օր անց Հայաստանը դեռ չի արձագանքել։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում։ Երջանիկ կյանքը կադրից դուրս Ռոտենբերգը Արզաքանցյանի դեմ ընտանեկան բռնության բողոք է ներկայացրել։ Նախ սահմանադրական դատարան տեղափոխվենք, որը 4-րդ օրն է քննում է 7 ուժերի բողոքը։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանն է հաշված ձայներով դուրս մնացել խորհրդարանից 3 տեղամասերում քվեարկությունը չեղարկելու պատճառով։ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դաշինքները թեև մանդատներ ունեն, բայց եւս պահանջում են նոր ընտրություններ։ Ընդ որում մի դիմում էլ հենց ընդդիմադիրների դեմ կա ընտրակաշարք բաժանելու մասին իրավապահների բազմաթիվ հաղորդումների հիմքով։ Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Բարձր դատարան քաղաքական նկարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում եմ կարող է ազդել։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման 4-րդ օրը դիմումատուների ներկայացուցիչները հայտարարեցին, հիմքեր ունեն բարձրացնելու դատավոր Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարց։ Մեծարգո նախագահող խնդրում եմ այսուհետ եւ միանգամ եմ խնդրում 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի քաղաքական ուժից 3-րդ անձի քաղաքական պնդումների դաշտլույսի ներքո։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի այս հայտարարությանը նախորդել էր դատավորի հարցը։ Նա այդ հարցն ուղղեց այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակից 3 ուժերին՝ Հայաստան Դաշինքին, ԲՀԿ-ին, Ուժեղ Հայաստանին։ Ընտրություններից առաջ շատ ավելի առաջ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Սաֆարյանը հարցրեց, ինչու է իր այս նշած գործոնը դուրս մնացել ընդդիմադիրների դիմումներից։ Սա այն դեպքում, երբ այս ընդդիմադիրներն իրենց դիմումներում ընտրական արդյունքի վրա որպես ազդեցություն ներկայացրել են արևմտյան երկրների ղեկավարների վարչապետ Փաշինյանին աջակցող հայտարարությունները։ Ի պատասխան փաստաբան Օրբելյանը նշեց, այդ ինքն է իր դիմումում դրսի աջակցության մասին ներկայացրել, եւ դա մեկ դեպք է, որն առնչվում է հենց իշխող ուժին։ 2 օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական հանդեպ պատասխանում եմ։ Բարձր դատարան պատասխանեք, եթե դուք գտնում եք դրա։ Ասում են չի տեղ Հասցեատերը չի թող չպատասխանեն։ Շատ ներողություն եմ խնդրում։ Բարձր դատարան չի տեղ չգտել, նկարագրում եմ իշնատեղ գտել։ Չէ, պարոն Օրբելյան, մեկ վարքյան։ Արամ Օրբելյանին սակայն թույլ չտվեցին ավարտին հասցնել իր միտքը։ Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը ընդհատեց եւ պարզաբանեց, թե Սեդա Սաֆարյանի հարցը կոնկրետ երկրի ազդեցության մասին էր։ Սաֆարյանն այնուհետև նմանատիպ հարց ուղղեց Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքներին։ Մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով, այս միտքը ինչպիսի ազդեցություն կարող էր թողնել կամ ազդեցություն կարող էր թողնել Հայաստանի ընտրողի վրա, թե ոչ։ Սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե իրավական։ Եվ մինչ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը փորձում էր պարզել Սեդա Սաֆարյանի հարցի բնույթը, Սահմանադրական դատարանի նախագահը հորդորում էր ուղիղ պատասխանել հարցին։ Բարձր դատարան պատասխանի շրջանակներում մի քանի հանգամանքեր նշելու եմ, այդ թվում դիմում առաջարկություն եմ ներկայացնելու բարձր դատարանին։ Դիմումի շրջանակներում վկայակոչել ենք ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Վարդևանյանը հայտարարեց, տպավորություն ստացան, որ դատավոր Սաֆարյանի այս հարցը հակափաստարկ էր, որը կարող էր ներկայացնել օրինակ իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Այս վարքագիծը կանխակալության ու անաչառության հարց է բարձրացնում, նկատեց ընդդիմադիր
ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը։ Քննարկումն այսքանով ավարտվեց Սեդա Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու հարցին այլևս անդրադարձ չեղավ։ Նախքան դատաքննության մեկնարկը Սաֆարյանին դատավարությունից հեռացնելու դիմում ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, պնդելով, որ նա կողմնակալ է։ Սաֆարյանը այս պնդումներին չէր արձագանքել, իսկ նրա գործընկերները նրա մասնակցության հարցը քննել եւ որոշել էին, որ խնդիր չեն տեսնում։ Նախորդ օրերին քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաեւ պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող քաղաքացիական պայմանագիրը, ինչպես նաեւ իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։ Երբ որ մենք մի դեպքում 1 ժամ 22 րոպե եւ մյուս դեպքում 3 ժամ 38 րոպե քվեարկությունը շարունակվել, մենք սա են գնահատել էական խախտումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն հայտարարել է, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա։ Վահագն Հովակիմյանն այսօր էլ անդրադարձավ ԲՀԿ դիմումում տեղ գտած 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու իր որոշմանը։ Այս տեղամասերում ընտրությունները չեղյալ ճանաչվելուց հետո ԲՀԿ-ն ձայներ կորցրեց ու չհաղթահարեց անցողիկ շեմը։ Հովակիմյանը պնդեց նախնական արդյունքների հրապարակման ժամանակ ԲՀԿ-ն չէր հաղթահարել 4%-ի շեմը։ Այն պայն, երբ որ մենք հրապարակել ենք քվեարկության նախնական արդյունքները, ոչ։ Ինչու վիճարկվող տեղամասերում զինվորների քվեարկության հետ կապված խնդրին արձագանքեց 4 օր անց։ Խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որտեղ արդեն ակնհայտ էր, որ չունենք, այսինքն մասնակիցների կողմից անվավերի պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ, այսինքն այս 3 տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն է ստացել եւ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել, խորությամբ ուսումնասիրել, գնահատել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները մինչդեռ իրենց դիմումում եւ նաեւ դատավարության օրերին պնդում են, որ հանձնաժողովը պետք է վերաքվեարկություն նշանակեր, իսկ քանի որ չի արել դա, ապա պետք է անվավեր ճանաչվի ընտրությունը։ Քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, դատարանում հայտարարեց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Արդարադատության նախարարը հակադարձելով ընդդիմադիրների բողոքին, թե վարչապետն ատելության խոսք է տարածել եւ դա ազդել է ընտրողների վրա, ընդգծեց Փաշինյանի ելույթն ուղղված է եղել քաղաքական ընդդիմախոսներին։ Ասում եք թիրախավորել է անձին։ Ոչ, ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու։ Քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի իր որոշումը։ Օրենքով բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի, կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի։ Անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Ընտրություններում մեծամասնություն ստացած քաղաքացիական պայմանագիրն այս ընթացքում արդեն պաշտոններն է բաժանում։ Նոր էր հանգուցալուծվել ազգային ժողովի նախագահի աթոռի համար պայքարը, հիմա էլ կուսակցականներն առաջադրվեցին Ռուբեն Ռուբինյանի 2 տեղակալների պաշտոնների համար։ Ներքին ընտրություններում մրցում էին Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են, կապ հաստատենք մեր թղթակից Շողիկ Գալստյանի հետ, բարի երեկո Շողիկ, եւ այսպես ովքեր կլինեն խորհրդարանի 2 փոխնախագահները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Ողջույն Կարլեն, այո, 1.5 ժամ մոտավորապես այդքան տևած քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը քիչ առաջ ավարտվեց։ Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց արդյունքները, ըստ որոնց քաղաքացիական պայմանագրի վարչությունը ազգային ժողովի փոխոսնակների պաշտոնների համար ընտրել է 2 թեկնածուն, առաջադրված 5 թեկնածուներից կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Բայց այդ խնդիրը չեք տեսնում, որ կանանց կարելի է։ Գիտեք, հիմա տեսեք, երբ որ ասում ենք հավասարություն պետք է լինի, այսինքն հավասար մրցակցային պայմաններում կամ ընտրվել են կամ չեն ընտրվել։ Այսինքն այդ քննարկումը եղել է նախապես, թե արդյոք պետք է քվոտա սահմանենք, որ անպայման մի կին պետք է ընտրվի մի տղամարդ, որոշվել է, որ չսահմանենք քվոտա, քվեարկություն ազատ թողնենք։ Իսկ խմբակցության ղեկավարի մասը որոշում ունեք արդեն։ Չէ, դե էլի առաջադրումների փուլը կսկսվի եւ էլի
քննարկում եւ քվեարկություն տեղի Ընթացակարգով է Այո, անցնում Վարդանստան։ Պարոն Վարդան, իսկ ազգային ժողովի նախագահի, գործող նախագահի հետ կապված ինչ որ պատկերացում կա թիմում, թե ինքը որպես падգամավոր պետք է շարունակի իր գործունեությունը։ Կքննարկենք, ինքն է որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Ընտրված տեխնացուներից Վահագն Ալեքսանյանը չբացահայտեց փակ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակիցներից քանի քվե է ստացել, առհասարակ այդ թվերի վերաբերյալ որևէ քպական այստեղ որևէ տվյալ չներկայացրեց, բայց շնորհակալություն հայտնեց իր թիմին եւ պնդեց, որ առաջիկա տարիներին այդ պաշտոնում կփորձի արդարացնել իրեն տրված վստահությունը, կարող ենք նաեւ նրա աջակցությունից մի հատված լսել։ Կներեք, հիմա շատ անհամեստ կլինի ասելը, թե ինչի համար են մարդիկ ընտրել օրինակ ինձ, բայց կարծում առհասարակ բնականաբար թե կատարած աշխատանքը եւ թե պոտենցիալ պաշտոնում մարդու հնարավոր գործունեությունն է գնահատվում։ Դուք որպես փոխնախագահ ինչ ներդրում եք ունենալ, օրինակ ասում են լեգալու են ժամանակ ամբիոնից էր գոռում, հոխորտում ընդդիմադիրների վրա, հիմա ավելի բարձրից նման գնահատականներ են հնչում, երբ որ ձեր տեխնացությունը հաստատվեց, այդպիսի փոխնախագահ եք լինելու։ Նախ պետք է ասենք, որ դեռ ազգային ժողովը պետք է քվեարկի մեր տեխնացություններին։ Այսինքն վստահ չեք, որ ձեր թիմը ձեզ այնտեղ կընտրի։ Ես մեր թիմի վրա առավել քան վստահ եմ, բայց ես կարծում եմ, որ պարկեշտ չի դեռևս վերջնական զուգահեռ պարկեշտ կա բաժանել պաշտոնները, Պարոն Կիակոսյան, պաշտոնները չեն բաժանվում նախ։ Ընտրվում են տեխնացություններ։ Չընտրված տեխնացուներից Եվրաինտեգրման հանձնաժողովի գործող հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հարցերին պատասխանեց, նա էլ ըստ էության անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչու իր կուսակիցները իրեն այնքան քվե չտվեցին, որ հենց ինքը դառնար երկու փոխնախագահներից մեկը։ Կարող ենք նաև այդ ճեպազրույցի այդ հատվածը լսել Եղոյանի հետ։ Հնարավոր է հավակնեք նաև խմբակցության ղեկավարի պաշտոն։ Չէ։ Ինչու։ Գոնե Եվրամիության նախագահի։ Չէ, ինչու։ Գիտեք, ես ինչու եմ հաճախ դժվարանում ինչու ոչ հարցին պատասխանել, որովհետև ես շատ դժվար եմ կարողանում, ընդհանրապես ամեն մարդ շատ դժվար է կարողանում, չէ, մարդը ինչ-որ բան ցանկանալու դեպքում պիտի պատճառ ունենա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացի կուսակցության վարչության այսօրվա նիստից լրագրողների մի քանի հարցերին եւս կարճ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ, այդ թվում անդրադարձավ ԵԱՏՄ-ի Ռուսաստանի հետ կապված խնդիրներին։ Ես առաջարկում եմ նաեւ լսենք այդ հատվածը վարչապետի ճեպազրույցից։ Նախատեսված հանդիպում չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպումների կարճ ժամանակ ասած ինքը մի շաբաթ մի օր չի։ Այսինքն առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել եք հունիսի երկրորդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա Համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Մոսկովին կայանալիք ԵԱՏՄ նիստի շրջանակներում։ Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ Քննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։ Տարիների մերժումից հետո հոլոկոստ վերապրած Իսրայելը երեկ ի վերջո ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ըստ վերլուծաբանների ոչ թե հանուն հայերի, այլ ընդդեմ թուրքերի։ Պաշտոնական Երևանը, որ վերջին տարիներին փորձում է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, լուռ է, հայկական կողմը պաշտոնապես չի ողջունել Իսրայելի այս քայլը, որը հարուցել է Թուրքիայի, նաև Ադրբեջանի դժգոհությունը։ להכיר ברצח העם הארמני. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկվանից լուռ է, իսկ իշխող ՔՊ-ականները հրաժարվում են արձագանքել Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն այսօր հարցը լսելուց հետո ասաց, թե մեկնաբանություն տալու ցանկություն չունի։ ՔՊ պատգամավորներ խորհրդարանի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանն ու Էմա Պալյանն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին արձագանքել։ Ես չեմ կարող ձեզ հետ քայլով խոսել հարգելիս։ Նախորդին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատեց արտգործնախարար Գիդեոն Սաարի հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ հայտարարեց աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը պետք է ուղարկվի խորհրդարան Քնեսեթ։ Պարզ չէ սակայն արդյոք գործող խորհրդարանը կհասցնի քննարկել եւ ընդունել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ The Times of Israel-ը տեղեկացնում է, որ մոտ 2 շաբաթից հուլիսի 16-ին Քնեսեթը ամենայն հավանականությամբ այսպես կոչված նախընտրական արձակուրդ է գնալու, իսկ արդեն աշնանը նախատեսված են նոր ընտրություններ։ Մինչ ԱԳՆ-ն ու իշխող ԿՊ ներկայացուցիչները լռում են, ընդդիմությունը ողջունում է Իսրայելի կառավարության որոշումը։ Դրական եւ ակնկալում ենք, որ Քնեսեթը կողմ կքվեարկի ներկայացված բանաձևին։ Այո, ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է եւ յուրաքանչյուր պետություն, որ ճանաչում է, այդ կերպ քաղաքական խնդիր է լուծում։ Թե ինչ նպատակներ է հետապնդում իր այս քայլով Իսրայելը, որ այսօր լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ, դաշնակցական պատգամավորը էական չի համարում։ Կարևորն ըստ նրա այն է, որ Իսրայելի կառավարության որոշումը բխում է նաեւ Հայաստանի շահերից, իսկ Հայաստանի համար կարևոր է, որ աշխարհը ճանաչի եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Հիմա տասնյակ երկրներ են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ինչն էր օրինակ պատճառը, որ Ֆրանսիան ճանաչեց, չգիտեմ, Արգենտինան ճանաչեց, Ուրուգվայը ճանաչեց, Ռուսաստանը ճանաչեց։ Դա չի կարևորը։ Կարևորը այն է, որ երկրները ամբողջ աշխարհում շարունակում են այս գործընթացը։ Եվ այն 3 երկրներից մեկը, որոնք ասում են, չէ, այդ հարցը պետք է անել օրակարգից, Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանի օրոք, Ադրբեջանն է եւ Թուրքիան։ Կարծում եք Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի այս քայլը։ Անկասկած։ Ընդհանրապես պետական քաղաքականությունը ինչի պետք է լինի, որ դու կարողանաս քո շահերը եւ երրորդ երկրի շահերի մեջ նմանություն գտնես եւ փորձես կարող դրթել երրորդ երկրներին անել մի բան, որը բխում է քո, ինչպես նաեւ իրենց շահերից։ Հիմա ստեղ ես կարծեմ առանց Հայաստանի իշխանությունների որևէ քայլի Իսրայելը կատարել է քայլ, կարևոր քայլ, որը բխում է մեր ազգային երկարաժամկետ շահերից։ Հնչում, որ Իսրայելը թողնախ մտածի Պաղեստինի ցեղասպանության մասին եւ ցեղասպանություն գործած եւ գործող երկիրը հիմա իր աշխարհակաղակական այսպես տարբեր բան շահերից ելնելով փորձում է Հայաստանի ցեղասպանությունը ճանաչել։ Իսրայելը, Պաղեստինը, այդ ամեն ինչը մենք բոլորս հասկանում ենք։ Իսրայելի աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, կրկնում եմ, մեր ազգային շահերից բխում է, որ աշխարհը ճանաչի եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը եթե միանա, այո, դա ողջունելի է։ Իսրայելի կառավարության քայլը շտապել են քննադատել Բաքուն եւ Անկարան։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը խեղաթյուրվում են, իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի է։ Իսրայելի այս քայլը չի նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, ընդհակառակը խորացնում է հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը։ Առավել կոշտ է արձագանքել հայոց ցեղասպանության փաստը ժխտող Անկարան։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ Իսրայելը փորձում է քողարկել իսկ գործած հանցագործությունները պաղեստինցի ժողովրդի դեմ։ Իրավական եւ պատմական փաստերն արհամարող այս չարական փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն եւ նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում։ Այն, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, այդ մասին դեռևս անցած տարի հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Անցած տարվա հունվարին վարչապետը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ ինչ է տեղի ունեցել հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով են ընկալել հայոց ցեղասպանությունը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը վստահեցրել էր հայոց ցեղասպանությունը չի ուրացել։ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։ Եվ Իսրայելի կառավարության որոշմանը քիչ առաջ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման
թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չենք տեսնում։ Առաջիկայում էլ որևէ դեպքում արձագանք չի լինելու։ Արդեն ասացի։ Թեմայի շուրջ զրուցել ենք նաև թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում գնալով այսպես Թուրքիա-Իսրայել հարաբերությունները ավելի լարված բնույթ են ստանում, փոխադարձ տարբեր այսպես միմյանց հասցեին տարբեր ձևակերպումներ ենք լսում եւ իմ կարծիքով այս ամբողջ քաղաքականության համատեքստում է գտնվում հենց Իսրայելի այն քայլը, ինչը որ մենք տեսնում ենք։ Կա տեսակետ, որ հայկական կողմը նաև դա հաշվի առնելով չպետք է որևէ կերպ արձագանքի եւ իդեպ դեռ չկա այլ արձագանք Տիկին Մինասյան։ Գիտեք, ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շատ մեծ զգուշավորություն ցուցաբերի, որովհետեւ հերթական անգամ այլ պետություն օգտագործում է մեր այսպես մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը ողբերգական իրադարձությունները իր քաղաքական շահերի, քաղաքական ինչ-որ դիվիդենդներ ստանալու համար։ Սպահին Հայաստանը եւ Թուրքիան գտնվում են որոշակի գործընթացում հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Դրա համար հայկական կողմը գուցե մի քիչ ավելի զսպվածություն ցուցաբերի, ավելի չեզոք, որովհետև ակնհայտ է, որ դա Հայաստանին արտաքին քաղաքականության տեսանկյունից ինչ որ հավելյալ հնարավորություններ կամ օգուտներ ուղղակի չի տալու, եթե չվնասի։ Այսինքն նույնիսկ կարող է վնաս հասցնել սկիզբ առած այս գործընթացին կարգավորման։ Տեսեք, գիտեք, վնասը ավելի շատ կարող է լինել այսպես հայ-թուրքական գործընթացի համատեքստում, բայց դիտարկելով երեկվանից Թուրքիայում եղած արձագանքները, հա, այդ թվում այսպես հասարակական մամուլի ուրեմն շրջանակներում եւ նաեւ արտաքին գործերի նախարարության այդ ուրեմն արձագանքը, ես այսպես լիահույս եմ, որ չի խաթարի այդ գործընթացը, որովհետեւ ակնհայտորեն ըստ էության ոչ թե այստեղ սլակները եկավ դեպի Հայաստան, այլ այստեղ իրենք հստակ երկու այսպես կետ էին նշում, նախ քաղաքականը եւ երկրորդ այն, որ Իսրայելը Գազայի հատվածում իրականացնում է ցեղասպանություն եւ սա ի պատասխան է Թուրքիայի ուրեմն քայլերին Իսրայելի դեմ այս համատեքստում։ Այսինքն ոնց որ ավելի շուտ սա միմյանց երկու պետության կողմից, նրանց վարչակարգերի կողմից միմյանց ցեղասպանության խնդրի մեջ մեղադրելու փորձ է ու ակնհայտ քաղաքական համատեքստով։ Վերադառնալով Ռուսաստանի թեմային, փոխարտգործնախարար Գալուզինը հայտարարել է, թե TRIP նախագիծը կարող է արդյունավետ իրականացվել միայն Մոսկվայի մասնակցությամբ, որի կարծիքը պետք է հաշվի առնվի։ Միխայել Գալուզինն ասել է նաև, թե Թրամփի ուղին անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ, իսկ Երևանը ըստ ռուս պաշտոնյայի Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման հարց չի քննարկում։ Ռուսական նախընտրական պատժամիջոցները, որ չեն դադարում նաև ընտրություններից հետո, արդեն հետևանքներ են առաջացնում մթերման ամենաթեժ սեզոնին, տոննաներով ապրանքը չի մտնում ամենամեծ Ռուսաստանի շուկա։ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում նաև կեռաս արտահանողներին 1 կիլոգրամի դիմաց 400 դրամ։ Արաբոփիլոյանն Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 5 հեկտար այգի ունի, նաև կեռաս է աճեցնում։ Ասում է, այդ սուբսիդիայից օգտվող արտահանողները բերքն իրենցից բավականին էժան են գնում։ 300 դրամ, 350 դրամ։ Դա շատ վատ է։ Արաբոն պնդում է, նախորդ տարի այս նույն բերքը վաճառել է 700-ից 800 դրամով։ Նեղսրտած է, հսկայական գումար է ծախսել, պարարտացրել, ջրել ու մշակել այգին։ Հիմա եթե այդ գնով վաճառի, իր ծախսիկեսն էլ հետ չի ստանա, գումարած աշխատողների վճարը եւ այլն։ Դաժե ապահովագրություն ես զանգել եմ, ասել եմ դուք պետք է բերքից հետո ինձնից գումար պահանջեք, որ ես բերեմ իմ ապահովագրության գումարը տամ։ Ասեմ նույնիսկ ձեր մեջ այտենց հատ ղեկավար չկա, այտեն գադարիսը, որ ինքը տենա, որ այդ բերքը դուրս չի գալի։ Եկա վաղ ինքը գալու է ապահովագրությունից իմ այդ գումարը ինձ ուզի ես չտամ, ինքը դի դատի է տալու։ Ես այդ բերքը չեմ կարող ծախել, մնաց ոնց որ պետք է ծախվի։ Բերքը ներկապային ծառի վրա է։ Իրանք ասել են, դա մեր հետ կապ չունի, այսինքն մենք
Չեն կարող ասեն քո բերքը կծախվի, թե չի ծախի, այսինքն կոպիտ ասած ծախտեկը պետք փող բերել ես 10 տղաջան։ Արա Բոփիլյանն Ազատությանն ասում է, բերքի մի մասը ծառերի վրա է, չի քաղում, որովհետև չի կարողանում վաճառել։ Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում կեռասն արդեն մի քանի հազար կիլոներով էր վաճառած լինում, ապա հիմա դեռ 200-ից 300 կիլոգրամ է հասցրել վաճառել։ Հիմնականում տեղական չրի գործարաններից մեկն է գնել, բայց ոչ ամբողջ ծավալով։ Այդ գինը խոսքի իմ դաշտի մեջ ասվել է, որ ես էլ այդ գնով, ասենք, որ պետք է դնեի նորմալ ակուրատնի քաղե, որ այդ աբրանքը ֆուրի մեջ լցվեր այդ գնով դեռ չտալ է, որտեղ աշխատողը այդպես քիչ է քաղում, չմնաց, որ կարա քաղվի ու իցա խոսքի չրանոց խոչով, այդպես ակուրատնի պեջ։ Իսկ այն ծավալը, որ Ռուսաստան էր արտահանվում, այգում է մնացել։ Այս էլ սև գիլազն է, այսինքն հիմնական մայիսյանն է, այսել այլ մայիսյան գիլազն է, ասենք նաև, որ ստեղ ոչ պայելու բան կա, ոչ էլ այս ավրանքը վաբշետը քաղվել է, չի քաղվել։ Ու նայ ոնց է փչանում ինքը։ Սևնում թորմուշում է։ Չրի նման է դառնում ծառի վրա։ Ինքես ծառը վաբշե հավաքաշ։ Ռուսական սահմանափակումներից հետո կառավարությունը գործարկել է արտահանողներին աջակցող 4 ծրագիր։ Սուբսիդիա են ստանում դեպի Եվրամիության երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա եւ Կանադա արտահանող կամ վերարտահանող ընկերությունները, մինչև հուլիսի 1-ը աջակցություն կտրամադրի նաեւ մրգի, բանջարեղենի, հանքային ջրի, կոնյակի եւ գինու արտահանողներին։ Առանձին ծրագրեր նախատեսված են նաեւ ջերմատնային տնտեսությունների համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով հունիսի 19-ից 21-ը Հայաստանից արտահանվել է 154 տոննա կեռաս։ Աջակցության նոր ծրագիր կա նաև ինտենսիվ այգիներ հիմնած ֆերմերների համար, որոշ շահառուների դեպքում վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով, իսկ վարկի վճարումները հնարավոր կլինի սկսել եւս 1 տարի ուշ։ Եթե այգի է, որը արդեն իսկ մեկ անգամ գոնե բերք է տվել եւ այդ բերքը իրացվել է եւ արտոնյալ ժամկետը ավարտվել է, ապա մենք այգետիրոջը ասում ենք, որ 1 տարի նախ վարկի ժամկետն է երկարաձգվում եւ 1 տարով վարկի մարման արտոնյալ ժամկետ է տրամադրվում։ Այս բոլոր աջակցություններից հիմնականում խոշոր արտահանողներն են օգտվում, ասում է Արա Բոփիլյանն ու ընդգծում նրանք հիմնականում իրպես փոքրիկ ֆերմերների այգիներ չեն էլ գնում, իսկ ինքը սեփական բերքը չի կարող Եվրոպա տանել։ Բացի այդ նաև կարկուտն է որակը փչացրել, իսկ եվրոպական շուկաներին ինքը ծանոթ էլ չի։ Կարկուտի տեղեր ունի այդ ավրեն, սև։ Բայց ինքը արդեն փչանում է, էլի, չի էլ մնա արդեն էսա փչանումը։ Տեղական շուկաներում ըստ նրա այդ ծավալը չի էլ վաճառվում։ Գնորդների պես ինքն էլ է զայրանում։ Երբ իրենցից էժան գնաց բերքը, վերավաճառողները շուկաներում մի քանի անգամ թանկ են վաճառում։ Հենց պետությունը պետք է այդ ամեն ինչը կոնտրոլան, ոչ մեկ չի նայում այդ ամեն ինչը, ոչ մեկ կոնտրոլ չի անում։ Վանանցի Արաբոն 5 հեկտարանոց այգում կեռասից բացի նաև ծիրան է աճեցնում։ Արդեն գիտի, նույնը նաև ծիրանի դեպքում է լինելու։ Հիմա պետությունը եթե ինքը մտածում է, որ ինքը սուբսիդը տվել է արտահանողներին ու հանգիստ նստելա, որ գյուղացիքի համար լավ է ներկապային, ես դա կարող եմ ասեմ, որ 99%-ը սխալ է։ Վանաձորը պատրաստվում է քաղաքի տոնակատարությանը, ծախսառատ միջոցառումը, սակայն քննարկումների պատճառ է դարձել ոչ միայն բյուջեի պատճառով, ի վերջո քանի տարեկան է քաղաքը։ Վանաձորի 200-ամյակի տոնակատարության շուրջ աղմուկ է հասունանում։ Մինչ համայնքապետարանի աշխատակազմը հաստատված փաստ է համարում քաղաքի երկդարյա պատմությունն ու $100,000 ծախսում տոնի համար, արխիվային փաստաթղթերն ու փորձագետները բոլորովին այլ իրականություն են ներկայացնում։ Այս տարի Վանաձորի համար ողբերգական է։ Լրանում է Վանաձորի քաղաք հռչակելու 200-ամյակը։ Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթօրը նշվող քաղաքի տոնից բացի, որը դեռ 30 տարի առաջ սահմանել էր Վանաձորի առաջին ավականին, այս տարի հունիսի 9-ին կենտրոնական հրապարակում 25 միլիոն դրամ արժեցած մի տոնական համերգ տրվեց։ Դրա նախօրեին շոու բիզնեսի ներկայացուցիչներն էին հայտարարել, թե գալիս են Վանաձոր մեծ համերգով, նվիրված քաղաքի 200-ամյակին։ Շքեղ տոնական համերգ նվիրված Վանաձորի 200-ամյակին։ Մասնակցելու են Արամեն Պետրին, Սիլվա Հակոբյանը, քեֆ ուրախություն ապահովող Շշմելու Կարապետյանց բենդը։
Հենց այդ ժամանակ վանաձորցիները տեղեկացան, որ իրենց քաղաքը 200 տարեկան է։ Չնայած քաղաքապետի խորհրդական Արման Բերնեցյանն ասում է, ավելի շուտ են խոսել այդ մասին։ 1971 թվականին հրատարակված խորհրդային հանրապետությունների վարչատարածքային բաժանման մասին տեղեկագիրքն են հիմք ընդունել, որտեղ նշված են Հայաստանի քաղաքների հիմնադրման տարեթվերը։ Մասնագիտությամբ պատմաբան Բերնեցյանն ասում է, սա նախկինում դուրս էր մնացել իրենց աչքից։ Բայց հայտնագործություն չի արվել, պարզապես չգիտես ինչի աչքից վրիպած է եղել այդ փաստը, գիտեմ ասեմ Հայաստանի քաղաքների մեջ ամենաշուտը Ղարաքիլիսան ստացել քաղաքի կարգավիճակ, դա Գյումրին 1840-ին ստացել, ավելի ուշ ստացել։ Բայց ասում է, դեռ Թբիլիսիի արխիվ հարցում կանեն 200-ամյակի ապացույցներ ստանալու ակնկալիքով։ Զուտ օրը ֆիքսելու համար նաև, որպիսի օրը մենք բնականաբար հարցում էլ չանենք, անձամբ էլ երևի գնանք Թիֆլիսի, ինձ թվում է Թբիլիսիի արխիվում պետք է համապատասխան հրամանագիրը լինի։ Այսինքն ամեն դեպքում մինչև հիմա մենք չունենք որևէ փաստաթուղթ ձեռք։ Մենք առաջնորդվում ենք պաշտոնական այդ տեղեկագրքով։ Մինչ այդ գումարներ են ծախսվում ու նոր ծախսեր նախատեսվում քաղաքի 200-ամյակի առիթով։ Մինչդեռ ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Տիմ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանն արդեն իսկ հայաստանյան արխիվներից ստացած փաստեր ունի։ Ըստ այդ նյութերի Ղարաքիլիսան մինչև 1924 թվականը գյուղ է եղել, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է հենց 102 տարի առաջ։ Ստացվում է 2 տարի առաջ բաց թողնված 100-ամյակի փոխարեն քաղաքապետարանն այսօր նշում է դեռ չապացուցված 200-ամյակը։ Մեր կողմից ձեռք է բերվել նաև արխիվից փաստաթղթեր, մասնավորապես Ծխամատյաններից, որոնք որ այդ ժամանակվա պաշտոնական փաստաթղթերն են եղել, դրանցով է տրվել տեղեկանքների եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ Ծխամատյաններում հստակ ձևակերպված է որպես Ղարաքիլիսա գյուղ։ Այսինքն պատմական առումով տեղի ունեն պատմական փաստերի խեղում։ Քոթանջյանը խնդրահարույց է համարում, որ նման տոնը սահմանել է ոչ թե ավականին այդ քաղաքապետարանի աշխատակազմը։ Ընդ որում 200-ամյակին նվիրված հունիսի 9-ի համերգից ընդամենը 4 օր առաջ առանց մրցույթի մեկ անձից գնման սկզբունքով պայմանագիր են կնքել Կարապետ Կարապետյան ԱՁ-ի հետ։ Համերգից մեկ օր առաջ 11.5 միլիոն դրամի մրցույթ էլ հայտարարել են մինչև տարեվերջ 200-ամյակի տարբերանշան, քաղաքի հիմն եւ սիմվոլիկ այլ իրեր պատվիրելու նպատակով։ Այսինքն չկա որոշում եւ համայնքային իշխանությունը չի կարող ուղղակի ինչ-որ օր որոշի, որ նշում է, չգիտեմ, 200 կամ 300 ամյակ, որտեղ այդ ամեն ինչը անցնում է ավականու որոշում։ Ասում են հանձնաժողով են ստեղծել։ Հանձնաժողով ստեղծվել է ըստ իրանց պատասխանների համայնքի ղեկավարի կողմից, միևնույն ժամանակ նման միջոցառում իրականացնելու համար պետք է մասնագիտական հանձնաժողովներ ձևավորվեր, քննարկվեր այս հարցը, որը տեղի չի ունեցել։ Բացի այդ, թեև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 3 հոգանոց պատասխանատու ստորաբաժանում է ստեղծել գնումները կազմակերպելու համար, միևնույնն է, կես միլիոն դրամ են վճարել Steadfast ընկերությանը նույն գործառույթներն իրականացնելու համար։ Քաղաքապետարանից կարճ են հիմնավորում, գնումների բաժինը ծանրաբեռնված է, սուբվենցիոն ծրագրերը շատ են։ Գևորգ Քոթանջյանը մինչդեռ կասկածներ ունի, որ տեղի է ունենում փողերի չպատճառաբանված վատնում։ Ձեռքի տակ եղած այս բոլոր փաստերով պատրաստվում է դիմել դատախազություն։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչները վաղը Դոհայում հանդիպելու են Իրանի պատվիրակությանը։ Երկամսյա հրադադարի ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանն աշխատում են փոխըմբռնման հուշագրի վրա, բայց Հորմուզի նեղուցում պարբերաբար անօդաչուներ են խոցվում, խաթարելով նավերի տեղաշարժը։ Ռոյթերսի տեղեկություններով ռուսական ուժերը առաջ են շարժվում դեպի Կոստյանտինտիվկա, դա Դոնեցկի առանցքային հենակետերից է, որի գրավումը ռուսներին հնարավորություն կտա ընդլայնել հարձակման աշխարհագրությունը։ Վերլուծաբանների գնահատմամբ Ուկրաինայի հարվածները ռուսական ենթակառուցվածքներին մեծ վնասներ են պատճառել, ռազմադաշտում շատ բարդացրել դրությունը։ Անկախ լրատվամիջոցները հաղորդում են Մոսկվայում եւ այլ քաղաքներում բենզինի դեֆիցիտի մասին։
Հայաստան վերադառնանք, տեսախցիկների առջև մի քանի տարի աստղային շքեղ կյանքը ցուցադրած նախկին հանրապետական պատգամավոր Տիգրան Արզականյանն ու կինը ռուսաստանցի գործարար Նատալիա Ռոտենբերգը կարծես անաղմուկ բաժանվել էին, բայց շատ չանցած սկանդալ այնուամենայնիվ ջրի երես դուրս եկավ։ Հարսնացուն Հյուսիսից բողոք է գրել նախկին կողակցի դեմ, թե կադրից դուրս բռնության է ենթարկվել։ Շնորհավորում եմ բոլորիդ վարդավառը։ Կարևոր այսօր մեր ժողովուրդը ուրախ է անցկացնում այս գեղեցիկ տոնը։ Այս մի վարդավառը միասին չի տոնի Արզականյան Ռոտենբերգ զույգը։ Ուժը հայրենյաց կուսակցության նախագահ գործարար Տիգրան Արզականյանը Նատալիա Սերգեևնային մոտենալ անգամ չի կարող։ Տիգրան Արզականյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալիա Սերգեևնային, ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված, անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում այս որոշման կատարման համար Տիկին Նատալիա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 եւ 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը։ Buongiorno, signor Arzakanyan. Buongiorno. Սոցցանցային հարթակներում բարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիուլի ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են։ Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց Տիկին Նատալիա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է կապված իր ամուսին Տիգրան Վիշայի Արզականյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ շահկաց վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալիա Սերգեևնայի նկատմամբ։ Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց, միայն այն, որ քրեական գործ է հարուցվել երկու բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։ Ո՞նց ես Նատալիա ջան։ Привет всем. Տեղաշարժի սահմանափակումը, ֆիզիկական ցավ, հոգեբանական ցավ եւ այլն, եկեք ճիշտ կլինի թողենք նախաքննության մարմնի գործողությունների շարքումը, թե ինչ որակում կստանա։ 5 лет мы вместе. Զույգը 3 տարի առաջ ծանոթության հնգամյակներ նշում, երկնակամարում ոչ մի ամպ չկար։ Бурно, насыщенно. Главное с любовью. Ռոտենբերգի թիմին նույնիսկ հարցն է վիրավորում, արդյոք ամուսնու կողմից բռնությունը պարբերաբար է եղել, միթե նա թույլ կտար, միթե կհանդուրժեր, սա առաջին դեպքն էր։ Որևէ ինչ պետք է ենթարկվի որևէ բռնության, կլինի հոգեբանական, կլինի ֆիզիկական, կան կանայք, որոնք դա հանդուրժում են երբեմն, լինում է տևական, բայց Տիկին Նատալիա Սերգեևնան վստահ ասում եմ, կինը չի։ Տիգրան Արզականյանի հետ կապ հաստատել չկարողացանք, ասացին Հայաստանում չէ։ Նա ենթադրաբար Իբիցայից խոսնակի միջոցով փոխանցեց։ Մեղադրանքին դեռ չի ծանոթացել։ Տիկին Նատալիայի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրել։ Նրա ազատ տեղաշարժը չի սահմանափակել։ Քրեական այս պատմությունը նախաքննության փուլում է։ Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց, քննչական գործողություններ էլ դեռ չեն եղել։ Վերջին ամիսներին զույգը համատեղ տեսանյութեր չի տարածում, բայց ակտիվ են երկուսն էլ առանձին։ Արզականյանը ժողովրդի ճակատագրի թեմայով։ Իսկապես ես պետականապես մարդ եմ։ Պետության մասին շատ եմ մտածում։ Նատալիա Ռոտենբերգը խոհափիլիսոփայական կանացի ներհայեցման պրոցեսի մեջ է, ավելորդներին դուրս նետելու, սեփական իրականությունն ստեղծելու ու ինքնավստահ առաջ շարժվելու մտքերով է։ Երբ հասկանում ես, որ հանուն նրա քո չափորոշիչներն իջեցրել ես, իսկ նա դրանց էլ չի ձգում։ Նատալիա Ռոտենբերգը Հայաստանում ակտիվ, հանրային ու երբեմն նաև քաղաքական կյանքով է ապրում։ Նա Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան է ղեկավարում, բարեգործական ծրագրեր իրականացնում, իսկ 3 տարի առաջ քաղաքապետի թեկնածու էր, ամուսնու ղեկավարած ուժի առաջարկով։ Ինչպես արդեն շատերը գիտեն, կուսակցությունը ինձ է առաջադրել, որպես Երևանի քաղաքականապետի տեխնացու։ Մենք կարող ենք։ Սրանից էլ առաջ ամուսնու կողքին էր, երբ Արզականյանը դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր։ Բնտանիք ենք, բնտանիք ինչի համար է, որ պաշտպանեն, իրենց իրար հետ լինենք, մենք հավատարիմ լինենք։ Վարչապետի թեկնածուն վարչապետ չդարձավ, քաղաքապետի թեկնածուն քաղաքապետ, բայց քաղաքական հորձանքները տուն չքանդեցին։ Don't worry.
Be happy. Նատալիա Ռոտենբերգն ազգանունն ու ըստ մամուլի հրապարակումների եվրոպական մի քանի դղյակներ ժառանգել են նախկին ամուսնուց ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգից։ Արձագանցյանն էլ թե այստեղ ու թե արտերկրում բիզնեսներ ունի։ Պարապենք սպորտով։ Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց, Գեղարքունիքի գավառ հարս եկած Նատալիա Սերգեևնան Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։ Հայերենն էլի դե բարելավում է օրորի, արդեն տրամադրությանը համահունչ պոեզիա է ընտրում։ Ինձ չնաչելը մի քիչ դժվար է։ Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։